Հասմիկը ծխախոտի ու ջարդած շշերի մնացորդների երկրորդ պարկն է արդեն հավաքում։ Սփյուռքահայ մյուս ուսանողների հետ մաքրում է Եռաբլուրի Պանթեոնի տարածքը։ Համահայաստանյան մեծ շաբաթօրյակի առաջին օրը նրանք այս տարածքի մաքրության համար են պատասխանատու։ Առաջին հերթին տան մաքրությունով են դատում տան տերերի մասին, ասում է Հասմիկը։ Հայաստանն էլ բոլոր հայերի տունն է։ Պարտադիր չի ինչ-որ օր լինի մաքրության համար։ Ինձ թվում է բոլորն էլ պետք է հետևեն եւ ես կոչ եմ անում բոլորին հետևել քաղաքի մաքրությանը ու աշխատել մաքուր պահել հնարավորինս։ 10 օր մոլորակը տեխնիկական աղբից ազատելու են բոլոր մաքրասերները։ Let's do it, մենք կարող ենք երկրագնդի մաքրության պահապանների շարժմանը Հայաստանն այս տարի առաջին անգամ է մասնակցում։ Ձեռնոցներով ու պարկերով զինված 3000 կամավոր Հայաստանի բոլոր համայնքներում առավոտից բացում են մոլորակի շնչուղիները։ Մեր երկիրը տարիների աղբից մաքրելու համար 10 օրն էլ բավարար չէ։ Մշտական թարմության համար բնությանը անհրաժեշտ է խնամք, տարին 365 օր։ Այսօր որպես կանոն բոլոր համատիրություններն են մասնակցում իրենց բակային տարածքներում եւ դրան զուգահեռ, քանի որ արժեվում սփխեշն է, մենք գերեզմաններ տանող ճանապարհներ ենք այս պահին մաքրում, այգիները, պուրակները, որոնք իհարկե մշտական մեր հսկողության տակ են։ 94 երկիր, 24635 նշանակետ աղբի համաշխարհային քարտեզում, դրանցից 44-ը Հայաստանում են։ Իդեպ, սա այն եզակի օրերից է, երբ ավերը կարող է դառնալ դեպի կնոջ սիրտը տանող ամենակարճ ճանապարհը։ Թերեզա Կադաևչյան, Արսեն Դումանյան, Արթուր Հունանյան, ժամը լրատվական։